Գագիկ Ծառուկյանի երազը։ Նոյան տապանի շինարարությունն ավարտվել է։ Ու հիմա նստած սպասում են ջրհեղեղին, որը տեղի է ունենալու հունիսի 7-ին։ Բայց ուղևորներն արդեն նախապես կազմված ցուցակով բարձրացել են տախտակամածը ու զբաղեցրել իրենց խցերը։ Իսկ ինքը, ասենք թե համապատասխան գահին նստած, վերևից հետևում է նրանց ու պատկերացնում, թե ինչպես է փրկելու Հայաստանը, երբ նավն իջնի Հատիս լեռան վրա։ Այդ պահին ամպերի միջից որոտի պես ձայն է հնչում։ Գագիկ, որդյակ իմ, լավ ես արել, որ տապանը կառուցել ես։ Քո հետ խոսալու բան կա։ Լսում եմ տերիմ։ Ասում է ինքը ու ձեռքով նշանանում, որ թիկնապահներն ականջները փակեն։ Ախրայ Գագո ջան, շատ էլ որ ասել էի, ամեն ջուրա կենդանի կվերցնես, այդքան կպականների խի ես տապան բարձրացրել։ Սենց որ նայում եմ, էլ եղջերու, էլ ուղտ, էլ կոկորդիլոսապույց, էլ գոջի, էլ օպելով համբալ։ Հերիք չի այդքան կենդանի ես լցրել նավը, Ռոբիկին էլ ես կանչել, բա որ հանկարծ կրակի սպանի ու վրան է նստատվի։ Մեղավոր եմ տեր, եթե նավին մի բան պատահելու լինի, դրանք արագ կլքեն նավը, ու մենք շուտ գլխի կընկնենք։ Այդ մեկը լավ ես մտածել որդյակ, բայց ես ասել էի նաև, որ ուտելիքի պաշար վերցնես։ Իսկ դու Հարությունյան Արայիկին ես վերցրել։ Այո, ինչի։ Հոսաղորը ղափամա չեք ուտելու։ Համել, միևնույն է գիրքը լավ չես կարդացել ու թարս ես հասկացել։ Այնտեղ գրված է, որ տապանն է իջնում Արարատի վրա։ Իսկ դու Արարատին ես իջացրել տապանի վրա։ Միրզոյան Արոն, ինչ գործ ունի այդտեղ։ Ուրիշ մոմենտ է, տեր, պրոստը կարողա պահի տակ պետք կլինի մեկին թռցնենք։ Տեսնենք ջրհեղեղի ջրերը իջել են, թե չէ։ Իսկ Արոն առանց թևեր թռնելու գործում լավ է։ Բայց ես գիտեմ, որ կրթվելը նորաձև է ու գիրքը լավ էլ կարդացել եմ։ Այնտեղ ինչ-որ ագրավ բան են թռցնում, դրա համար էլ պահեստային տարբերակ ունեմ։ Նարա, դու սուս։ Բա Նիկոլին ու Աննային խի եմ տապան բարձրացրել։ Աննային կթռցնեմ ու եթե հետ չեկավ, ուրեմն ջրերը իջել են։ Ուրեմն ցամաքը բացվել է ու ինքը միտեղ դայաղված բարեգործական հիմնադրամ բան է բացել։ Փաստորեն Նիկոլն էլ այդտեղ։ Դե ուրեմն իսկապես Հայաստանը փրկելու շանս կա։ Պետք է ընդամենը խորտակել տապանը եւ վերջ։ Որդյակ իմ, գնա ու արագի մեջ Նիկոլի ոտներից մի ծանր բան կապին։ Այդ տեսակը չի սկում, միշտ մնում է ջրի վրա։ Իսկ այդ ընթացքում տապանի վրա կյանքը եռում է։ Քփահականները փորձում են տախտակամածը ասֆալտ անելու փող կպցնել։ Մի քանի հոգի իրենց ձևով հեռադիտակով ինչ-որ գյուղ են փնտրում, որ գնան հանդիպեն մարդկանց հետ։ ՀՀԿ-ականները փորձում են Սերժի հագով փրկարար ժիլետ կարել։ Դաշնակները սպասում են, թե երբ է ջրհեղեղը սկսվելու, որ Հայաստանն ինքնաբերաբար դառնա ծովից ծով։ Արթնանում է հակասական զգացողություններով։